բարև ձեզ։ Մենք գտնվում ենք Երևանի կենտրոնում, Պատմահայր Սուրբ Մովսես Մորենացու անունը կրող փողոցում։ Այս փողոցի թիվ 18 հասցեում է գտնվում Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնը։ Այս շենքը տրամադրվել է մեծ արտիստին, մեր սիրելի Ֆրունզիկին, դեռևս 1990 թվականին, երբ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր հայ մշակույթի մեծ սիրահար ու բարեկամ Արտաշես Գեղամյանը։ Վերջինս ոչ միայն մշակութասեր էր, այլև անձնական ջերմ կապեր էր պահպանում հայ մշակույթի մեծերի հետ և բոլոր հնարավորություններն օգտագործում էր իր նպաստը բերելու հայրենական մշակույթի զարգացմանն ու տարածմանը։ Առաջարկում ենք դիտել 2000 թվականին կայացած հարցազրույցից մի հատված, որտեղ հենց պարոն Գեղամյանն է ներկայացնում մշակույթի հետ ունեցած իր կապերի և հատկապես հայ բեմի մեծ վարպետ Մհեր Մկրտչյանի ու այս թատրոնի պատմության մասին։ Սակայն միշտ տեսանյութը կցանկանայինք տեղեկացնել, որ այս փողոցը խորհրդային տարիներին կրել է Կարլ Մարքսի անունը, սակայն վերանվանվում է քերթողահայր Մովսես Մորենացու անունով հենց Արտաշես Գեղամյանի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին։ Բարդ մի ժամանակահատված, որ թվում է անտարելի պետք է լիներ նման համարձակ քայլի դիմելը։ Երբ ես ուսումնասիրում էի ձեր անցած ուղին մեկ տարվա, մեկ ամսվա ընթացքում հիմնականում, ես նկատեցի, որ Արտաշես Գեղամյանը բացի լավ քաղաքապետ լինելուց, նաև մշակույթի մեծ սիրահար է։ Քանի որ այդ ընթացքում, այդ կարճ ժամանակահատվածում հատկացվեց շենք մեր շատ սիրելի Ֆրունզիկ Մկրտչյանին, որպեսզի նա իր թատրոնը, արտիստական թատրոնը ստեղծի, վերջերս նշվեց նրա ծննդյան 70-ամյակը, մենք նույնպես անդրադարձանք, կարծում եմ, որ դուք եք ծանոթ եղել նրա հետ և մտերիմ եք եղել, այո։ Ստեղծվեց Երևանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, ֆինանսավորվեց Ընկեր Փանջունի ֆիլմը, քաղաքապետարանը, երևի թե էլի բաներ են եղել, դուք կասեք։ Մշակույթի մեջ իմ լինելը թերևս պայմանավորված էր նրանով, որ բախտ եմ ունեցել ապրել մի այնպիսի տեղ, որ ճիշտ հարևանությամբ ապրում էր Վաղաշ Վաղաշյանը, Հրաչյա Ներսեսյանը, Դավիթ Մալյանը, Ավետ Մարկովիչը, Գուրգեն Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանի մասն է։ Եվ այդ մարդկանց երեխա ժամանակից տեսել եմ կյանքում, առօրյայում, ասեմ ավելին, բախտ եմ ունեցել 4-րդ դասարանում էի Տժվեժիկ ֆիլմում նկարահանվել, ես այս ստեղծագործական պրոցեսն եմ տեսել, Հրաչյա Ներսեսյանի թոռնիկն է այնտեղ։ Երկուսից մեկը ես էի, ֆիլմում էլ մայրս Մարգո Մուրադյանն էր, հետո Երևանի քաղաքապետ որ ընտրվեցի, այս Կասկադի շինարարությանն էին գնացել, Ջիմ Պետրովիչի հիասքանչ նախագիծն է, ասեցի Ջիմ Պետրովիչ, իսկ դուք գիտեք, որ ես ձեր որդին եմ, սենց զարմացած նայեց, ասեց չհասկացա, հավանաբար ինքը շատ խանդոտ մարդ է, ասեց Ջիմ Պետրովիչ, այսպես, որ տիկին Մարգոն իմ մայրն էր Տժվեժիկ ֆիլմում, ուրախացավ և այդտեղից մեր բարեկամությունը արդեն նոր երանգ ստացավ։ Քանի տարեկան էիք, երբ նկարահանվեցիք։ 4-րդ դասարանում 6 տարեկանից եմ դպրոց գնացել, 10 տարեկան էլի, 4-ին գումարած 6-ա։ Այսինքն գիտակից արդեն հիշողության մեջ մնացել են այդ նկարահանումներն էլ, աշխատանքներ։ Անշուշտ։ Եվ բացի դա Չեխովի դպրոցում էի սովորում, դպրոցի հետևը ապրում էր Ավետիք Իսահակյանը, մեծ վարպետը։ Ավետիք Իսահակյանը հայրս բախտ է ունեցել չափազանց սիրված լինել Իսահակյանի կողմից, որտեղ Լեննականում, երբ աշխատում էր հայրս օկրուգային կոմիտեի երկրորդ քարտուղար, վարպետը հաճախ է Գյումրի գնացել, դա իր հայրենիքն է, և այնտեղ բախտ ենք ունեցել, մեր տանն եղել է, ես 2-3 տարեկան է, տպավորությունները վառ էին, հետագայում արթնացել և մոտենում է հաճախ, ասում է, դուք գիտեք ես ով եմ, ասում է, Բալիկ ջան, դու ով ես, ինքն է շատ պատկառելի, սենց մորուքով, փայտիկը ձեռքը, ասում է, ես Գեղամյան Մամիկոնի տղան եմ Գյումրիի,
մի հատ թուշս կմշտում էր, մի հատ համբյուրում էր, ես էլ հպարտացած գալիս էի ընկերներիս մոտ, դպրոցական ընկերներից, որտեղ Ավետիք Իսահակյանը համբյուրեց։ Այդ բոլորից հետո ինչպես կարող է դու չսիրես կամ չներդաշնակվես քո մշակույթի հետ։ Եվ դա է պատճառը, որ մեծագույն ցանկություն ունեի հնարավորությունների շրջանակում օգնած լինել, սատարել ցանկացած լավ նախաձեռնության։ Երբ Ֆրունզիկ Մկրտչյանը ես իրեն մեր մուշեղիչով էի դիմում, նա էլ միշտ ասում էր ինձ Ֆրունզը ասա։ Եկավ քաղաքապետարան, ասեց, բայց կան ժամանակ քեզ պատիվ բերում է, որ Ֆրունզը իր թատրոնը չունի, ասի չի բերում, առաջարկ անեմ քեզ։ Ասեց ես քեզ առաջարկամ, ասում եմ մեր մուշեղիչը ասա։ Այսինչ շենքը ընդեղ էլ Տարգովի պալատան էր, ցուցասրահ ինչ էր։ Այդ շենքը իսկական թատրոնի շենք։ Ասեց այդ թատրոնի շենքը կլուծենք։ Վլադիմիր Սուրենչ Մարկարյանցն էր կառավարության նախագահան։ Զանգ տվեցի, ասեցի ուզում եմ ձեզ մոտ մի հարցով գամ։ Գնացի, մի քիչ չափազանցեցրեցի եւ բարեբախտաբար այդ թվում է թե կոշտ մարդ այնքան նուրբ հոգի ուներ։ Նա ասեց Ֆրունզիկը վավիդունի դացին եւ մենք ունեցանք այդ թատրոնը։ Հացթուխիկին ներկայացման պրեմիերային արդեն ոչ քաղաքապետ եղած ժամանակ հրավիրվել էի Ֆրունզի կողմից